Ողջույն իմ սիրելի հետևորդներ, արդեն մեկ շաբաթ մենք իրար չենք տեսել, հուսով եմ հասցրել եք կարոտել իմ տեսանյութերը, ինչպես միշտ այսօր սկսում ենք հատուկ ողջույններով, այսօրվա իմ հատուկ ողջույնները գնում են Մարիամ Ավագյանին, Մարիամը թերևս իմ ընկերուհին է, որ ակտիվորեն դիտում է բոլոր տեսանյութերս, հանձնացրել եմ Մարիամին, որովհետև իմ ոչ բոլոր ընկերուհիներն են այսպես ակտիվ դիտում ամեն մի տեսանյութս և պարտադիր կոմենտներ գրում, մի քանիսին հատուկ ողջունելու եմ, իսկ այսօր երբ որ նայում էի թե ում ուղարկեմ հերթական ողջույններս, տեսա որ Մարիամը 100-ից ավել կոմենտներ ունի գրած իմ ալիքում ու ես չեմ կարող դա չգնահատել և անտեսել, այնպես որ ժամանակ առ ժամանակ ես պետք է ողջունեմ նաև ինձ հարազատ մտերիմ մարդկանց, թեկուզ ես նրանց շատ հաճախ տեսնում եմ, բայց այս տարբերակով շատ ավելի հաճելի կլինի նրանց լսել իմ հատուկ ողջույնները ու ուղարկածս պաչիկները, Մարիամ ջան, սիրում եմ։ Ինչ կա այսօր մենյուում, երեխեքին որոշել եմ ուրախացնել իրենց ամենասիրելի ուտելիքներից մեկով բուրգերներ հավի մսով։ Իմ երեխեքը շատ են սիրում ու ինձ թվում է բոլորիդ երեխաներն էլ այդ ուտելիքը շատ են սիրում։ Կոտլետներն արդեն նախօրոք համեմել եմ, մաքսիմատի մեջ եմ լցրել, միայն ինձ մնում է այսպես տափակացնել ու տապակել։ Կգան դասից դակ ուտեն, իսկ երեկոյի համար նախատեսել եմ էլի հավի մսով, բրնձով, կոլոլակով սուպ։ Սովորաբար տավարի մսով եմ պատրաստում, բայց ինչպես պատրաստում եմ, այդպես էլ այդ կոլոլակները մնում են իրենց ափսեների մեջ, չեն սիրում, չեն ուտում միսը։ Դրա համար այս անգամ որոշեցի հավով փորձել, միգուցե այդպես հավի մսով պատրաստել եմ, բայց կոլոլակի տեսքով չէ, այս անգամ կփորձեմ, հուսով եմ կուտեն սիրով, բրնձով սուպ շատ են սիրում, բայց այ մզեղենի հետ մի քիչ խնդիրներ ունեն, տեսնենք, պատրաստենք բուրգերները, որ դասից գան արդեն ուտելու բան ունենան, ես էլ այդ ընթացքում սուպիկ կպատրաստեմ։ Ռուսական խանութի սև հացերն են։ Ես շատ եմ սիրում այս հացը, հատկապես կարագով։ Այսպիսի ախորժելի սուպ ստացվեց արդյունքում, փոքր թարմ կանաչի, ինձ բարի ախորժակ, ես գնացի ուտելու, ձեզ էլ բարի դիտում։ Երբ տուփը բացեցի, ինձ թվաց գլուխ չեմ հանի։ Ամեն ինչ այնքան խառն էր ու ոչ պարզ նկարված, որ մի պահ ինձ թվաց, որ սա իմ խելքի բանը չի։ Այստեղ ինձ օգնության հասավ իմ սիրելի YouTube-ը, ու ես գտա մոտավորապես նույն պահարանի հավաքման տարբերակը։ Ինչ իմանաս, կարող է մի օր էլ հետագայում ինչ-որ մեկին իմ տեսանյութը օգնության հասնի։ Միգուցե այս պահին հարց առաջացավ, ինչու եմ ես անում, որտեղ է ամուսինս։ Ասեմ, որ տանը, բազմոցին նստած, որովհետև այս տեսանյութը ավելի շուտ մոտիվացման համար է, բոլոր նրանց համար, ում կողքին այս պահին ամուսին չկա ինչ-ինչ պատճառներով։ Ուզում եմ ասել, որ դուք շատ բան կարող եք անել, որոնց մասին տենց էլ չեք իմանա, եթե չփորձեք։ Ես օրինակ սիրում եմ փորձել իմ ուժերը, իսկ դուք։ Այս պահը ամենադժվարն էր, տեսանյութի պահարանը այս միացման դետալները չուներ, իսկ նկարը բանի պետք չէր, ահա որ անհասկանալի։ Այստեղ օգնության հասավ ամուսնյակս ու խելքի տալով ձևը գտանք։
Ձեզանից յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է հեշտությամբ հավաքել այս պահարանը։ Այստեղ ես մի քիչ շատ ոգևորվեցի ու արդյունքում ձեռքս երկու տեղից խորը կտրեցի։ Ինչ եք կարծում, դա ինձ կանգնեցրեց։ Եթե դու նոր ես իմ ալիքում ու ինձ դեռ չես ճանաչում, գրանցվիր եւ դիտիր իմ տեսանյութերը ու այսպիսի հարցեր այլևս չեն առաջանա։ Դե ես գնացի, հուսով եմ տեսանյութս ոգեշնչեց ու ստիպեց հավատալ ձեր ուժերին, եթե դուք դրա կարիքն ունեիք այս պահին։ Վստահեք ինքներդ ձեզ, միայն պահարան հավաքելու հարցում չէ, այս տեսանյութը կյանքի բոլոր իրավիճակների մասին է։ Սկզբում կարծում էի, որ գլուխ չեմ հանի, բայց արի ուտես, որ շատ հեշտ է, կյանքում էլ է այդպես, գալիս է մի պահ, որ քեզ թվում է ելք չկա, դու չես կարող գտնել այդ հարցի լուծումը, բայց լուծումը կա, միայն փնտրել եւ փորձել է պետք։ Դուք գիտեք, որ ես վերջերս փոխել եմ իմ հյուրասենյակի բազմոցը ու բազմոցի հետ միասին մենք գնել ենք նաև մի շատ հետաքրքիր նյութ, որի մասին կուզեմ հիմա խոսենք։ Նյութի մասին ի սկզբանե խոսել էի այն տեսանյութում, որտեղ որ ես ամբողջությամբ ձևափոխել էի իմ հյուրասենյակը, բայց քանի որ այդ տեսանյութը սենց ռիթմիկ էր, ես չէի ուզում ընդհատել ինչ-որ խոսակցություններով, դրա համար այդ հատվածը կտրեցի, հանեցի ու որոշեցի մեկ այլ տեսանյութում առանձին կխոսեմ դրա մասին ու հիմա այդ օրնա ուզում եմ ձեզ ցույց տալ զուտ ինֆորմատիվ առումով, միգուցե շատերիդ կհետաքրքրի, միգուցե շատերդ չեք լսել դրա մասին, այնպես որ գնացինք դիտենք տեսանյութը, մի քանի րոպեանոց կարճ հատված է ու վերադառնանք։ Մենք բազմոցի հետ միասին գնել ենք նաև այսպիսի նյութ, որը մեզ խոստանում է 3 տարվա ընթացքում, որ մեր բազմոցը չի կեղտոտվելու։ Չնայած ես դրան այնքան էլ համոզված չեմ, բայց կփորձենք եւ կտեսնենք։ Արդյունքի մասին կասեմ հետո։ Ուրեմն իր մեջ կա այսպիսի հեղուկ պաշտպանիչ, որը մենք հիմա պետքա բազմոցին փչենք ու թողնենք մի քանի ժամ, որ չի կարելի նստել։ Տուփի մեջ կա եւս 2, որովհետեւ բազմոցը բավականին մեծ է, պետքա հերիքի, բայց նույն բանն է։ Ու նաեւ տուփի մեջ կա այսպիսի մի հեղուկ, մեզ ասեցին, որ եթե հանկարծ ինչ-որ հետ կլինի, որ չանցնի, սա փչում ենք, սրանով մաքրում ենք։ Այստեղ մեզ հարց է ծագում։ Եթե իրականում իր ֆունկցիան կատարում է, ինչի համար է այս հեղուկը, բայց ինչևէ, անցնենք առաջ։ Իդեպ սա արժի 150 եվրո։
Էժան հաճույք չի, բայց դրա մեջ մտնում է գարանտիա, որ եթե հանկարծ աղտոտվի կամ լաքաներ լինեն, զանգում են, գալիս են իրենք անվճար մաքրում են։ 40 անգամ իրավունք ունենք անվճար կանչենք ու գան մաքրեն։ 40-ն էլ մի քիչ տարօրինակ, մի անգամ չի, երկու անգամ չի։ Այստեղ բավականին թանկ հաճույք է, բազմոցը լվանալը 250-ից 350 նույնիսկ սահմաններում, եթե ոչ ավել, անգամ իրենք այսպես են բացատրում, դու մի հատ վճարում ես 150 ու 40 անգամ կարող ես կանչել լվանալ, եթե սա չաշխատի։ Բայց եթե ինքը լավ աշխատող միջոց է, իմաստը որ այդքան բան է մտնում գարանտիայի մեջ, բայց ինչևէ, եկեք կփորձենք միասին ու ես ընթացքում կասեմ աշխատող տարբերակը թե ոչ։ Պետքա ձեռ չտալ, շատ հնարավոր տենց էլ չորանա ձեր ձեռք տված տեղով, մի խոսքով փչելուց հետո չի կարելի նստել մի քանի ժամ։ Չգիտեմ բարձրին ոնց է պետք փչել։ Երեխեք բավականին համաչափ տարածում է, ահագին կամեջը համարը ամբողջը վերջացրել է, մնացել է 3 բարձ, ինչ էի ուզում ասեի, հիմա սա պետքա թողնենք, որ չորանա, եկեք մի հատ էլ փոքրիկ էքսպերիմենտ անենք, Շաղլոտից դաշնամուրի աթոռը մի փոքր կեղտոտվել է ու այն փոքրիկ հեղուկը մենք հիմա կփորձենք միասին տեսնենք որքանով է արդյունավետ։ Չգիտեմ որքանով է ձեզ երևում, մի քանի փոքրիկ լաքաներ կան այստեղ։ Փչում ենք մի 3 րոպեի չափով, 3-4 րոպեի չափով թողնում ենք ու մաքրում ենք, տեսնենք ոնց կմաքրի։ Նայեք ոնց կար, այդպես մնում է, հաջորդը փորձենք լավ։ Շատ փոքր հետքեր են, բայց տեսեք չանցկացնում։ Մի հատ էլ եմ փչում։ Ինձ թվում է մեզ ամեն հարցում արդեն սկսել են խաբել։ Անհավանական անգամ երկրորդ անգամ փչելուց հետո այսպիսի փոքր հետքերն անգամ չմաքրվեց։ Ժակլինը այսօր անակնկալներ է ստացել իր պապայից, նվերներ է ստացել։ Հեսա միասին կբացենք, լցից Пистолета. Банка. Упади днек пистолети меча. Упади каракենք։ Տուփը պետքա նորմալ պահենք, որտեղ մեքենաները գարանտիայի մեջ են, որ հանկարծ խնդիր ունենա, տանենք փոխենք։ Մի հատ ուրիշ էինք գնել, ավելի մեծ էր, բայց քշելու ընթացքում չէր թեքվում։ Էս ի՞նչ է, Ժակ։ Գյուղ են լցնում սրանով։ Չէ, նայ։ Այստեղ ասում է, որ բանկա։ Բան էս սրանից հանելու։ Ծուխը հանելու, քշելուց։ Էսի է դրա համարը։ Հա, այսինքն ծուխը հանելու քշելուց։ Հա, բայց էսի պետք է առաջնե բանանոն, կապերի ֆրանցնի։ Վաու, էս ինչ լավն է։ Ֆրանցնի։ Ժակ, դու ես պապայից, հա, տեղ են լցնում։ Դրա համար էսին բանկա։ Դու ես պապայից ավտո ուզել, թե ինքն է քեզ առել։ Ինքն արի։ Մեր պապան կամ տղա չունի, տղայական բաներ է առնում իր աղջիկը համար, կամ էլ իր մանկության երազանքներն է աչքիս իրականացնում։ Էս էլ փոքրն է։ Շատ սիրուն է։ Այն մեկն էլ էր լավ, այն մեկի պուլտն էլ էր լավ։ Ափսոս այն մեկը չենք նկարել, էլի շատ սիրուն մեքենա էր։ Ու քանի որ շրջադարձ չէր կատարում, այսօր հետ է տարել, փոխել է, այս մյուսն է բերել։ Հեսա պուլտը էլեմենտները կդնենք, պուլտով կքշես։ Դե մյուսն էլ բաց տեսնենք։ Մյուս մեքենան ավելի թանկ էր ու տակը 25 եվրո գումար էր ավելանում։ Մի քիչ էլ ավելացրել է ու այս պիստոլետն է գնել։ Սրանք էլ են լավը, փափուկ կրակող բաներով են, հանգիստ կարան խաղանել իրար, չի ցավացնի։ Կրակելու բաները սրա մեջ հանի շարի։ Դες ճիշտ կողմով ես դնում։ Օ,
կրակես ինձ։ Այ դա մտցնում ես ստեղ։ Ստեղ, Չէ, կողքը, հեսա ստեղ։ այստեղ։ Ու այն մի կողմից այն մյուսով պտտում ես, ձգում ես։ Նայ նկարի մեջ։ Մոլոդետ շոկնի։ Այս ինչ արագ ես, այ աղջիկ։ Կրակես արդեն։ Հələ քաշի այդ վերևինը։ Ինչը։ Այդ վերևի այս բանը քաշի մինչև վերջ, որ կրակես։ Մի հատ էլ առաջ։ Ահա։ Հիմա կրակում ես։ Չկարացիր, լավ առաջ քաշի։ Ահա։ Վաու։ Այն մի հատ էլ արա։ Եղավ։ Վերջ, դու հիմա Ռեմբոն ես։ Կարաս գնաս կինոյում նկարվես։ Հա? Վլոգներից պրծի գնա կինոներում նկարվի։ Վաու։ Դերասանուհիս։ Դե շնորհավոր։ Մերսի։ Հիմա այս բանի մեջ ջուր ենք լցրել ու պետքա լցնենք մեքենայի մեջ, որ քշելուց ծուխ հանի։ Քշի տեսնենք։ Այստեղ ծխարում։ Վաու, հել թող։ Մենակը տեղից է հանում։ Գնա խալի վրայից դուրս արի, որ ծուխդ լավ երևա։ Ինչ ճորոք ես քշում։ Հələ դուր ցույց տամ։ Հəլ տեսեք ինչ ծուխ է հանում։ Վաու։ Արի։ Սարնա։ Ամառը որ շոկ լինի, սենց կկանգնես, կմիացնես, կհովանաս։ Լավն է, Յակո։ Չի պտտվում։ Բախի չես պտտում, պտտելով հետ գալի։ Էս կոմ պտտես։ Ահա, տեսա՞ր ինչ լավ պտտվեց։ Վաու, դե լավ, ինձ տար, մերոնց տուն։ Լավ, նստի։ Որտե՞ղ։ Տաքսին եկավ։ Հովաց է։ Ջուրա ցանում ու սառը, հովացնող ջուրա։ Շատ հավեսա։ Այս ավտոն կարակ արնեք։ Լուրջ։ Այս պուլտովա։ Ոտանեն, ասեմ, այս ոնց է հովանում, այս դեպը դիսախմենք։ Ապրաստ։ Հաջա։